Սամվել Կարապետյանը իր բարեգործությամբ հայտնի է եւ հայությանը միշտ օգնել է ինչ հարցով եւ նաեւ ասեմ իմ ընկերներից մեկը վերջերս հանդիպել եմ ասում է բիզնես գործունեություն է ծավալել, ասում է գիտես բոլորին ձեռք է մեկնում հայությանը, հայերին, այսինքն նա ազգային ուրեմն նկարագիր ունեցող արժանապատիվ մարդ է, նման մարդը իհարկե մերժելի պիտի լինի ԿՊ պարագլուխների կողմից, դրանք բոլորը խուսափում են հայ տեսնելուց, ազնված զարմ հայ տեսնելուց, ես նաև համացանցում տեսնում եմ, ասում է այդ ինքը չի խոսքերը գրում տալիս են, տո տրյապք եք, ձեր խոսքն էլ քո գրեն տան, բայց մարդ եղեք, արա, մարդ, հերիքա հոշոտեք ես ազգին, ձեր մորթի համար, ձեր մորթապաշտության, այս մարդը կարողացել է իր նվիրումը հանդես բերել եւ կարծում եմ, եթե այն հատվածը, որը զոմբիացած չի, իհարկե կկանգնեն նրանց կողքը, ովքեր պայքարի մեջ են, ես տեսնում եմ, որ շատերն են հիմա դուրս ելել պայքարի եւ շատ կուզեի, որ ընդդիմությունը լուրջ հաշվարկ աներ եւ ուրեմն այդ հաշվարկի արդյունքում կարողանար համադրելով շահերը հաղթականությունը ձևավորել եւ թե ինչ ուժերով կգնան վերջնական ուրեմն ընտրության դա էլ արդեն թող իրենք էլի հաշվեն չէ ուզի որ ձայներ փոշիանային շատ կուզեի որ այս ԿՊ-ական ոհմակի ուրեմն պարագլուխները վերջապես կանգնեին արդարադատության առաջ եւ այդ նույն զոմբիները տեսնեին թե ինչեր են արել, ինչ թալան են իրագործել եւ ընդհանրապես որ գալիս ասում էին նախկիները կաշառակ են նախկիները հանցագործ տո տրյապք եք 8 տարի իշխանություն եք այդ նախկիներն էլ ազատ դե որ հանցագործելն էին խիդուկ նոր եք դրանց փակել Այդ սուտը կեքսիկը շարունակաբար լցնում են այդ զոմբիներն էլ մարսում են կամ այնտեղ մի դիշովկա ասում է սրբը պիքսներ կան հոգևորականների մեջ բա դուք էլ հովանավորն եք արա այդ մանկապղծության այդ ասում եք մանկապիքսներ կան այդ մանկապղծության հովանավորն էլ է